Հայաստանի արտգործնախարարի երեկվա հայտարարությունից հետո, թե գուցե առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում լավ նորություն լինի, Երևանն ու Բաքուն այսօր հրադադարը խախտելու մեղադրանքներ փոխանակեցին։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնեց, թե երեկ երեկոյան Ադրբեջանի զինուժը կրակել է Սյունիքի Խնածախի ուղղությամբ ու դարձյալ բնակելի տանտանիք վնասել։ Սա 2 ամսվա ընթացքում արդեն 6-րդ նման հաղորդագրությունն է։ Արդեն 2 ամիս է Սյունիքի 2 գյուղերի Խնածախի ու Խոզնավարի բնակիչներն ադրբեջանական կրակոցների ձայնի տակ են գիշերներն անցկացնում։ Խնածախում այս գիշերն էլ մյուսներից չէր տարբերվում։ Նույն ժամերին են գրակում, ուղղակի տանիքներին են արդեն խփում, փոփոխություն չկա, նույն ժամերին 5 րոպե է տևում, 10-ից 20 սկսում են, 12-ից կես, 2-ից կես, 4-ից կես, այդքան է երևի, բայց տանիքներին են խփում, հենց որ չկա, որ տանիք չվնասի։ Շաբաթներ առաջ ադրբեջանական կրակոցից իր տանը հրաշքով ողջ էր մնացել 73-ամյա Ռուբեն Խաչատրյանը։ Գնդակը տան լուսամուտներ ջարդել, որտեղ պառկած էր թոշակառու տղամարդը։ Այս անգամ, ըստ Խնածախի վարչական ղեկավար Սերյան Միրզոյանի, ադրբեջանական գնդակների թիրախ դարձած տունը դատարկ է եղել։ Ոչ բնակելի տուն է, ընդհանրապես գիշերային ժամերին անցել, ընդհանրապես կրակոցներ չկան։ Ադրբեջանը կրակում է ու զուգահեռ մեղադրում հայկական կողմին հրադադարի խախտման համար, պնդելով, թե իր ստորաբաժանումները միայն համարժեք պատասխան են տվել։ Հայկական կողմը այս ընթացքում հաղորդագրությունները տարածել միայն քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքում։ Ադրբեջանի կողմից իր դիրքերի ուղղությամբ կրակոցներին չի անդրադարձել։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով պաշտոնական Երևանը խնդրել է Բաքվին դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել Ադրբեջանի հայտարարած հրադադարի խախտումների մասին, հետաքննություն է կատարել ու փոխանցել Բաքվին։ Պարզել է, որ ընդհանուր առմամբ այդպիսի խախտումներ չեն եղել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարը խախտելու Բաքվի պնդումները կտրականապես հերքում է։ Այսօր էլ հերքել է, թե հայկական ստորաբաժանումները կրակել են առավոտյան 10-ի սահմաններում, իսկ մինչ այդ Խնածախում կյանքը շարունակվում է։ Մեր երեխաները խաղում են դաշտում։ Ինչ անենք, հենց դիմացն է, սահմանա։ Ինչքան արգել ենք։ Ադրբեջանական կրակոցները հետևեցին խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը։ Երեկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վստահեցրեց, Երևանը պատրաստ է շուտափույթ ստորագրմանը։ Մենք ինչպես պատրաստ ենք վայրկյան առաջ սկսել այդ ուղղությամբ խորհրդակցությունը, այնպես էլ այժմ պատրաստ ենք։ Իհարկե, ցավոք սրտի տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա եւ ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք եւ գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Հայկական կողմի լավատեսությունը կարծես չկա Ադրբեջանում։ Բաքուն սպասում է, որ Երևանը կատարի ստանձնած պարտավորությունները։ Այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramova, ընդգծել, որ տրանսպորտային ապաշրջափակման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է, Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև տրանսպորտային կոմունիկացիաները պետք է բացվի։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին, Բայրամովն ասել է, թե Ադրբեջանը լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից եւ կրկնել նախապայմանները։ Այդ սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությունից, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման հետ։ Ճնշում ու թե քաղաքական, թե մարդկանց սոցիալ հոգեբանության վրա լարվածության մեծացում, ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի, ադրբեջանական կողմի հիմնական նպատակն է։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում այս պահին 3 ուղղություն կա, նկատեց Բադալյանը՝ խաղաղության պայմանագիր, սահմանազատում եւ սահմանագծում, ճանապարհների ապաշրջափակում։ Կողմերի պաշտոնական հայտարարություններով դրանք առանձին գործընթացներ են, սակայն վերլուծաբանը կարծում է, որ փոխկապակցված են, թե ինչքան չի կարող ասել, որևէ փաստաթղթի բովանդակություն հրապարակված չէ։ Բայց այս 3 ուղղություններով էլ Ադրբեջանը փորձում է այդպես առավելագույն ճնշման տրամաբանությամբ առաջ շարժվել, իսկ այդ կրակոցները, լարվածությունը, հետապատեղեկատվությունը, որ իբրև հայկական կողմն է խախտել հրադադարի եւ այլն, դրանք կարծում եմ հենց ճնշման միջոց են։ Հայկական կողմի լռությունը, ադրբեջանական ագրեսիան նույնիսկ հրապարակային մակարդակով անարձագանք թողնելը Բադալյանին այլևս չի զարմացնում։ Լռությունը շատ վաղուց է ու ոչ միայն կրակոցների մասին, ասաց մեկնաբանը։ Մենք տեսնում ենք, որ Երևանը ընդհանրապես Ադրբեջանի հանդեպ խոսույթի առումով որդեգրել է, ճակերտավոր ասած, մեղմասացության նույնիսկ շատ բարձր, անգամ երբեմն ծայրահեղ բարձր աստիճանը եւ տպավորություն է, որ բառեր օգտագործել անգամ, այսպես կա շատ մեծ տաբու եւ վախ։ Սրա մի աղաղակող դրսեւորում էր հենց այն, երբ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Արցախ բառն էր օգտագործում եւ հետո վարկյանների ընթացքում ինքն իրեն այնպես վախեցած էր հերքում մի քանի անգամ Ղարաբաղ ասելով, որ տպավորություն էր, եթե վարկյանում 3 անգամ այդ արագությամբ Ղարաբաղ չասի,
հաջորդ րոպեին արդեն կարող է պատերազմ լինել կամ Ադրբեջանից ինչ որ նոր սպառնալի։ Իշխանության պարզաբանումները, թե Հայաստանը չի գնում իրավիճակի սրման ճանապարհով, Բադալյանը բավարար չի համարում։ Եթե հայկական կողմի լռությունը հիմնավոր է, ապա դա ապացույց է, որ հենց պաշտոնական Երևանն է թույլ տվել, որ իրավիճակը նման ծայրահեղ դրսևորում ունենա։ Դա նշանակում է, որ դիվանագիտական քաղաքական դիրքերում եղել է բացարձակ ձախողում։ Եթե հասել է բան այնտեղ, որ Հայաստանի պաշտոնյաները արդեն բառերը արտասանելիս պետք է հաշվի առնեն, արդյոք այդ բառը Ադրբեջանը կարժանացնի հավանության, թե ոչ։ Մինչ հայկական կողմը հայտարարել էր, որ Բաքվին առաջարկներ է ներկայացել ճանապարհների ապաշրջափակման մասով, Բայրամովն այսօր դարձյալ պնդել էր, թե իրենց դիրքորոշումը չի փոխվել։ Բաքուն անխոչնդոտ առանց ստուգումների ճանապարհ է պահանջում դեպի իր էքսկլավ Նախիջևան։ Երևանը պնդում է, որ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո։ Բայրամովն օրինակ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումները այդ հարցում պարզ են, հստակ են եւ իրենք սպասում են Հայաստանի պարտավորությունների կատարմանը։ Այսինքն տպավորություն է, որ Ադրբեջանը ընդհանրապես այս հարցում որևէ բան քննարկելու պատրաստ չէ եւ հարցը դնում է հետեւյալ կերպ կամ կտրվի միջանցք կամ իրենք որևէ այլ ռեժիմ չեն քննարկում։ Չնայած խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում անորոշությանը երեք վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ պնդել էր. Մեջբերեմ, ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն։